Այս գործելակերպը պետքա փոխվի։ Եթե պետությունը իմ տան առաջ 500, 200, 300 միլիոն դրամ դնում է, անում է կառավարությունը, պետքա մտածեմ, ասեմ, լավ, կարամ ասենք 3 պաչկա Marlboro քիթ ծխեմ, մի բան էլ ես անեմ, որ արձագանք ստացվի, երկխոսություն ստացվի։ Հիմա եկեք գնանք տենանք այդ բաներով միլիարդավոր բաներով դրամներով բան են կարել։ Ճանապարհներ են կառուցել, լուսավորություն քաշել, եկեք մի հատ մոնիտորինգ անենք, թե քանի մասնավոր անձա իր ցանկապատը ներկել։ Ես չգիտեմ, բայց այդ շատ հետաքրքիր հետազոտություն կլինի։ Եթե պարզվի, որ 50% արել է, ես դրանից կերջանկանամ։ Բայց գոնե վիզուալ տպավորությունը ստենց չի։ Ընդհակառակը, ես ինչքան գնում եմ, տենում եմ այս կարդացած նախագծերը, որ կողքով անցնելիս եմ ելնում, ասում եմ հələ մտնեմ, տենամ ինչա տեղ ունեն։ Տենում եմ, sense քանդած տրուբա է հանցկացրած է։ Առաջին արձագանքն է դա ասֆալտ են արել։ Բա ինչ անենք, որ մի հատ քանդենք, բա տրուբա բան տենց լար չկա անելու։ Ус ֆունդամենտալ պրոբլեմա, մենք չենք ընկալում սրա կապը մեր աշխարհաքաղաքական վիճակի հետ, մեր տնտեսական վիճակի հետ, մեր սոցիալական վիճակի հետ։ Այնօր այս վերջին դեպքը, որ կառավարության նիստում էլ խոսեցի։ Մարդը նամակ է գրում, սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ցույց ենք տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս։ Ի վերջո, նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից, կամ խորհրդականներից որը մեկին, կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես նամեմ չեմ կարող հավատամ այդ բանին։ Տանը տեղ չկա։ Ասենք տունը ինչ վիճակում է, հասկանում եք, նորոգած է, նորոգած չի, չես էլ կարա հասկանաս, նորոգած է, նորոգած չի։ Որովհետև մեջը այնքան ոչ մի արկղ ինչ-որ բան, չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, որ վիրավորական ենթատեքստ ունենա, բայց նայում ես շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը 5000 դրամ ավել ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Ասենք բնակելի տարածքը պետք է ինչ-որ մի բանով տարբերվի։ Դե տար միլիոն դիրը տեղի, ոչ մի բան, այսինքն դրա համար տեղից առաջացավ նաև, որ պետք է նաև կենցաղավարության կրթություն լինի մեր, որովհետև այդ ընդունված չի խոսել մեր իրականության մեջ, ընդունված չի խոսել մեր իրականության մեջ դրա մասին, բայց պետք է խոսենք, չի լինի տենց։ Ես 1000 ներողություն որվելու են, բայց ես էլի ուզում եմ, չեմ կարա չասեմ այդ բաները։ Ես օրինակ էքսպերիմենտ ունեմ, երբ որ մարդը ֆինանսական աջակցություն է ուզում, ես ինչ եմ անում, նույն էլեկտրոնային փոստով փնտրում եմ իմ էլեկտրոնային փոստում։ Եվ տենում եմ հարյուրավոր նամակներ են։ Ընդ որում ասենք 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք, 10 նամակը մեկ ինչ որ մի ֆինանսական օգնություն աջակցել ենք։ Ինչ է փոխվում այդ մարդկանց կյանքում։ Այսինքն ընդհակառակը ստացվում է, որ մի հատ ձև կա նամակ գրես, փող ստանաս, այդ ձեր ասած այդ արդեն ստեղ աշխատում է, որ ուրիշ անելու բան չկա, բայց մյուս կողմից ասում ես լավ ինչ անես։